Լեռնային Ղարաբաղի Զբռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագիրը շարունակում է փոփոխվել։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, այսօր խոսելու ենք հենց այս թեմայի մասին, առանձնացնելով ծրագրում վերջերս կատարված այն փոփոխությունները, որոնք կարող են հետաքրքիր և առավել ևս օգտակար լինել պոտենցիալ շահառուներին։ Բայց մինչ հիմնական թեմային անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախաձեռնությանը աջակցելու համար շնորհակալություն Իվան Ավանեսյանին։ Բնակարանային ծրագիրը վերանայվում է հերթական անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ փոփոխություններ է կատարել ծրագրում, հաշվի առնելով շահառուների բարձրացրած խնդիրները ու նաև գործնականում ի հայտ եկած դժվարությունները։ Բարեփոխումները կարող ենք երկու հիմնական մասի բաժանել, որոնց մի մասը վերաբերվում են հենց շահառուներին, այսինքն նրանց կողմից այս ընթացքում բարձրաձայնված խնդիրներին, առաջարկներին, իսկ մյուս մասը վերաբերվում են պետության և ֆինանսական կազմակերպությունների միջև փոխհարաբերություններին։ Առաջին կարևոր փոփոխությունը վերաբերում է ամուսնալուծված ընտանիքներին, մինչ այդ հաճախ խնդիր էր առաջանում, երբ ծրագրին ցանկանում էր դիմել այն ծնողը, որի հետ երեխան չէր բնակվում։ Գործող կարգավորումների պատճառով նրա դիմումը ավտոմատ մերժվում էր։ Նոր որոշմամբ այս հարցը կարծես կարգավորվել է։ Եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում, այսինքն երեխան որպես ընտանիքի պարտադիր անդամ համարվում է այն ընտանիքում պարտադիր անդամ, ում դատարանի վճռով վերագրված է այդ իրավունքը, իսկ եթե չունենք դատարանի վճիռ, իրավունքը ավտոմատ վերագրվում է մայր ծնողին։ Եվ հիմնականում մեզ մոտ խնդիրը հենց ծագել էր հայր ծնողների մոտ, ովքեր չէին կարողանում դիմել, քանի դեռ մայր ծնողը երեխայի հետ իրավունքը չէր իրացրել։ Եվ այս պահից սկսած բոլոր այն ամուսնալուծված ծնողները, որոնց խնամքին չէ երեխան, կարող են այլևս դիմել և ստանալ հավաստագիր առանց դիմում հայտարարության մեջ անչափահաս երեխայի տվյալը լրացնելու, քանի որ այդ իրավունքը այլևս վերագրված է կամ դատարանի որոշմամբ խնամակալ հանդիսացող ծնողին, կամ եթե չունենք դատարանի որոշում, մայր ծնողին։ Նախարարության ներկայացուցիչը նշում է, որ մինչև ծրագրային համակարգի ամբողջական թարմացումը շահառուները կարող են դիմել նախարարություն, իսկ հավաստագրերը կտրամադրվեն ձեռքով, մշակման եղանակով։ Մեկ այլ կարևոր փոփոխություն վերաբերում է այն ընտանիքներին, որոնց դիմումները նախկինում մերժվել էին մինչև 6 տարեկան երեխաների տվյալների բացակայության պատճառով։ Նման ընտանիքները պարզվում է քիչ չէին։ Որոշվեց, որ եթե 23 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել և ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես այդ երեխայի տվյալների բացակայության հիմքով, այլևս այդ դիմումները չեն մերժվի և միայն այդ երեխայի գործոնով պայմանավորված դիմումը չի մերժվի և կհաստատվի։ Այսինքն, եթե ունենք մինչև 6 տարեկան երեխա, ում 6 տարին լրացած չի եղել տեղահանության օրվա դրությամբ և ընտանիքի մյուս բոլոր անդամների մոտ ամեն ինչ նորմալ է տվյալներում, երեխան ավտոմատ կհամարվի շահառու և դիմումը այլևս չի մերժվի։ Այսպիսի մերժված դիմումներ մենք բավականին շատ ունեինք։ Այս պահից այդ դիմումները ևս արդեն կհաստատվեն։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է վերանորոգման վարկերին։ Նախկինում շահառուն կարող էր օգտվել միայն մեկ վերանորոգման վարկից, նույնիսկ եթե ծրագրի փոփոխություններից հետո կրկին դրական մնացորդ էր առաջացել։ Այդ սահմանափակումը նոր որոշմամբ վերացվել է։ Այս որոշմամբ այդ ընտանիքներին կտրվի հնարավորություն ստանալ երկրորդ վերանորոգման վարկը և այսուհետ ֆինանսական կազմակերպությունները կարող են այն ընտանիքներին, ում մեկ անգամ տվել էին վերանորոգման վարկ, տրամադրել ևս մեկը, բայց հիշեցնում եմ կրկին սահմանաչափի շրջանակում, այսինքն սահմանաչափը չի փոխվել, շարունակում է մնալ 4 միլիոն դրամ ընտանիքի հաշվով, որը ընտանիքի 6-րդ անդամից սկսված ավելացվում է յուրաքանչյուր 6-րդ և հաջորդ անդամի հաշվով 800,000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան 8 միլիոն դրամը մեկ ընտանիքի հաշվով։ Եվ այս պահից սկսած արդեն մեր հայրենակիցները կարող են դիմել և ստանալ երկրորդ վերանորոգման վարկը, եթե դրա կարիքը կա։ Փոփոխությունների հաջորդ խումբը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք արդեն ձեռք են բերել անհատական բնակելի տուն և ծրագրից դեռևս չօգտագործված գումար ունեն։ Մինչ այժմ այդ միջոցները հնարավոր չէր ուղղել տան վերակառուցմանը կամ, ասենք, նոր շինությունների, նոր հարկի կառուցմանը, քանի որ նման աշխատանքները չէին ներառվում վերանորոգման վարկի շրջանակներում։
Այժմ այս սահմանափակումը ևս վերացվել է։ Այն մարդիկ, ովքեր ձեռք են բերել անհատական բնակելի տուն եւ ցանկանում են այն վերակառուցել կամ տնամերձ տարածքում որևէ նոր շինություն կառուցել, արդեն կարող են դիմել ֆինանսական կազմակերպություն, այն նույն բանկը, որտեղ իրացրել են հավաստագիրը եւ ստանալ վերանորոգման վարկ, որը կուղղեն այդ աշխատանքների իրականացմանը։ Մեկ այլ կարևոր փոփոխություն վերաբերում է հավաստագրերի միավորմանը։ Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ ընտանիքի մեկ կամ երկու անդամ դեռևս չէին ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ունեին փաստաթղթային խնդիրներ եւ ինչ պատճառով այդ պահին չէին կարող համարվել ծրագրի շահառու։ Արդյունքում ամբողջ ընտանիքը ստիպված էր սպասել։ Նոր կարգավորմամբ ընտանիքի մյուս անդամները այլևս ստիպված չեն հետաձգել բնակարանի ձեռքբերումը։ Հնարավորություն է տրվում, որպեսզի ընտանիքի մի մասը, իհարկե խոսքը այստեղ ոչ պարտադիր կազմի մասին է, դիմեն, ստանան հավաստագիրը, իրացնեն, այնուհետ երբ ընտանիքի այդ անդամը, ով ունի խնդիրները կարգավորելուց հետո ստանա քաղաքացիություն, դիմի, ստանա հավաստագիր, խոսքը այստեղ մեկ, առավելագույնը երկու անձի մասին է, եւ այդ հավաստագիրը չիրացված միավորի ընտանիքի մյուս կազմին, ովքեր արդեն իրացրել են հավաստագիրը, եւ այս դեպքում հավաստագրով հասանելիք գումարը կդիտարկվի որպես դրական մնացորդ, քանի որ հավաստագիրն արդեն իրացված է, եւ կուղղվի համապատասխան ուղղություններով վերանորոգման վարկի ստացում, կահույքի եւ կենցաղային տեխնիկայի ձեռքբերում կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։ Փոփոխություններ են կատարվել նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքում։ Այժմ հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաեւ Պաշտպանության նախարարության եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչները։ Նախարարությունում, սոցիալնախարարությունում վստահ են, որ սա կօգնի ավելի արագ քննարկել դիմումները եւ ընդունել ավելի ճիշտ ու ավելի արագ որոշումներ։ Բացի այդ, հանձնաժողովը այսուհետ կկարողանա ուսումնասիրել նաեւ այն դեպքերը, երբ դիմումը մերժվել է շահառուի գույք ունենալու հիմքով։ Եթե մեր հայրենակիցները կներկայացնեն հիմնավորումներ, թե ինչու է գույքը օտարվել եւ այդ հիմնավորումները կլինեն ընդունելի միջգերատեսչական հանձնաժողովի համար, այդ ընտանիքը եւս կստանա հավաստագիր եւ դիմումը չի մերժվի գույք ունենալու հիմքով։ Փոփոխությունների մյուս հատվածը արդեն վերաբերում է պետության եւ ֆինանսական կազմակերպությունների համագործակցությանը։ Ծրագրում ավելացել է պարտադիր 20%-ի չափով կանխավճար, սակայն նախարարության ներկայացուցիչը շեշտում է այս լրացուցիչ պայմանը լրացուցիչ պարտավորություն չի ստեղծում շահառուների համար, ինչպես տոկոսները, այնպես էլ կանխավճարը վճարում է պետությունը։ Ընդամենը, եթե օրինակ պայմանական 20 միլիոն դրամ, 4 հոգանոց ընտանիքը 5 միլիոն դրամ արժողությամբ բնակավայրից պետք է ձեռք բերի գույք, նրան հասանելիք գումարը 20 միլիոն դրամ է, տունը արժի 20 միլիոն դրամ, եթե մինչ այս պետությունը 20 միլիոն դրամներ վարկով վերցնում եւ շատ ավելի մեծ տոկոսագումարներ էր վճարում, ներկայում 20 միլիոն դրամից 4 միլիոն դրամը պետությունը միանվագ է վճարելու կանխավճարի տեսքով, մնացած 16 միլիոն դրամը արդեն վարկի տեսքով եւ այսպես պետության ֆինանսական բեռը մի փոքր կթեթևանա բանկի նկատմամբ պարտավորությունների կատարման տեսանկյունից, բայց շահառուների համար որևէ բան չի փոխվում, ոչ աջակցության չափն է ավելանում կամ պակասում, ոչ էլ իրենք ունեն պարտավորություն կատարել այդ կանխավճարը, եւ սա շատ կարեւոր է, որպեսզի հանկարծ տարընկալման տեղիք այս փոփոխությունը մեր հայրենակիցների շրջանում չառաջացնի։ Բնակարանային ծրագրի շուրջ ամենահաճախ հնչող հարցերից մեկը վերաբերում է այսպես կոչված դրական մնացորդին։ Շատ շահառուներ կարծում են, որ տրամադրվող գումարը հազիվ է հերիքում բնակարան ձեռք բերելու համար, ուստի լրացուցիչ միջոցների մասին խոսելը գործնականում անտեղի է։ Նախարարությունում այլ կարծիք ունեն եւ դա հիմնավորելու համար որոշակի վիճակագրական տվյալներ են մեջ բերում։ Այո, գուցե որոշ դեպքերում գումարը չի բավականացնում, եթե խոսում ենք փոքր կազմով ընտանիքների մասին, որոնք նախընտրում են Երևանը, որտեղ աջակցությունը մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամ է, բայց ընդհանուր ծրագրի տրամաբանության մեջ խոսել, որ գումարը չի բավականացնում, իհարկե չի կարելի, քանի որ մենք այս պահին ունենք 1014 ընտանիք, ովքեր ունեն դրական մնացորդ, եւ նրանցից 657-ը այդ դրական մնացորդն արդեն իսկ ուղղել է վերանորոգման վարկի ստացմանը, ընդ որում այստեղ արդեն ֆինանսական կազմակերպությունների կողմից շուրջ 2 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել, որի գծով ամսական մարումները պետությունն է իրականացնում, 680 ընտանիք
դրական մնացորդով ձեռք է բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա եւ այստեղ պետական բյուջեից միանվագ արդեն իսկ վճարվել է շուրջ 1.1 միլիարդ դրամ եւ 46 ընտանիք ունենք, ովքեր ձեռք են բերել գյուղնշանակության հողամաս եւ ֆինանսական կազմակերպությունների կողմից 153 միլիոն դրամի վարկ է արդեն տրամադրվել, ընդ որում նշեմ ինչու 46-ը փոքր թիվ է գուցե, բայց գյուղնշանակության հողամաս հիմնականում ձեռք են բերում այն ընտանիքները, ովքեր օգտվում են եւ վերանորոգման վարկի բաղադրիչից եւ կահույքից եւ կենցաղային տեխնիկայից եւ կրկին ունենում են դրական մնացորդ, որը արդեն երրորդ ուղղությամբ են օգտագործում եւ դրանով է պայմանավորված, որ թիվը փոքր է։ Այսինքն ըստ էության 1014 ընտանիք ունեցել է դրական մնացորդ, այսինքն գույքը ձեռք է բերել ավելի մատչելի, քան իրեն հասանելիք գումարներ։ Ծրագրի աշխարհագրությունն էլ բավական բազմազան է, թեև հանրային քննարկումներում հաճախ նշվում է, որ բռնատեղահանվածները նախընտրում են միայն Երևանը եւ առաջին հերթին Երևանը եւ դա նշում են որպես մեղադրանք, փաստացի պատկերը տարբեր է։ Երևանը առաջին տեղում չէ, նույնիսկ երկրորդ կամ երրորդ տեղում էլ չէ։ Մեր իհարկե առաջատարը ինչպես միշտ շարունակում է մնալ Կոտայքը, այստեղ ունենք 790 ընտանիք, Արմավիրն է հաջորդիվ 543 ընտանիքով, ընդ որում Արմավիրի ցուցանիշը կտրուկ աճեց եւ Կոտայքինը, երբ 3-ը 4 դարձավ աջակցության չափը։ Երրորդ տեղում Արարատն է 368 ընտանիքով, այնուհետ գալիս է Երևանը 4-րդ տեղում 366 եւ սա եւս մեկ ապացույց է այն մասին, որ ընտանիքները այդպես չի, որ բոլորը նախընտրում են Երևանը, այսինքն Երևանը մեզ մոտ 4-րդ տեղում է, Լոռիում ունենք 315 ընտանիք, Սյունիքում 184, Գեղարքունիքում 129, Շիրակում 115, Արագածոտնի մարզում 101 ընտանիք է գույք ձեռք բերել, Տավուշում 73 եւ Վայոց ձորում 51։ Ընդհանուր առմամբ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել, գնահատում են սոցիալնախարարությունում, այս պահին հազարավոր ընտանիքներ արդեն ստացել են հավաստագրեր, իսկ նրանց մի մասը, մոտավորապես կեսը, հասցրել է իրացնել այդ հավաստագիրը։ Այս պահի դրությամբ մենք ունենք 6911 ընտանիք, ովքեր ստացել են հավաստագիր, դա շուրջ 28441 անձի մասին է խոսքը, եւ նրանցից 3254-ը, շուրջ 15000 անձ իրացրել է հավաստագիրը տարբեր 3 բաղադրիչներով, 2994-ը նախընտրել են ձեռք բերումը, 41 ընտանիք ներկայում գտնվում է կառուցապատման փուլում եւ 219 ընտանիք իրեն հասանելիք աջակցությունը ուղղել է մինչ ծրագրի մեկնարկը արդեն իսկ ձեռք բերված հիփոթեկային վարկի մայրգումարի մարմանը։ Ծրագրի պատասխանատուները նշում են, որ պետական աջակցության արդյունավետությունը գնահատելու հիմնական ցուցանիշներից մեկը հավաստագրերի իրացման տեմպն է, թեև ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար, արդեն երկրորդ տարում արձանագրվում է շահառուների ակտիվության զգալի աճ։ Ծրագրի մեկնարկին, այսպես խիստ մոտավոր հաշվարկներով, մեր պոտենցիալը գնահատում էինք 20000 ընտանիք, իհարկե չի բացառվում, որ նրանց մի մասը չբավարարեն ծրագրի պահանջները, այսինքն ունենան գույք կամ այդպես էլ չդիմեն քաղաքացիության, եւ մի մասն էլ այո չցանկանան օգտվել ծրագրից, բայց այսպես առավելագույն մեր պոտենցիալը 20000-ներ ընտանիքները, որոնցից այս պահին, եթե խոսում ենք 3000-ից ավել թվի մասին, արդեն 35%-ը 35%-ը ստացել է հավաստագիր, շուրջ 7000 ընտանիք եւ նրանց կեսն էլ արդեն իրացրել են հավաստագիրը, ինչը այս պահի մեր գնահատման բավականին լավ ցուցանիշ է, որտեղ չմոռանանք, որ ծրագիրը 5 տարիների ընթացքում պետք է իրականացվի, իսկ մենք դեռևս երկրորդ տարում ենք, եւ եթե այսպես մի փոքրիկ ինֆոգրաֆիկա ներկայացնեմ, 25 թվականի հունվարի 1-ին մենք ունեցել ենք 289 հավաստագիր ընդամենը, որից 4-ն էր իրացված, 26 թվականի հունվարի 1-ին այդ թիվը արդեն հասավ 4012-ի հավաստագրերը, որոնցից 1751-ն էր իրացված, եւ այսօրվա դրությամբ մենք արդեն ունենք 6911 հավաստագիր, մոտենում ենք 7000-ին, որոնցից 3254-ն են իրացված։ Հավաստագրեր ստացած ընտանիքները այն օգտագործելու համար եւս բավական երկար ժամանակ ունեն։ Նախարարությունում վստահեցնում են շահառուները չեն հայտնվի ժամանակային ճնշման տակ։
Անկախ նրանից, թե շահառուները երբ են ստացել հավաստագիրը, հավաստագրերը ուժի մեջ են մինչև 28 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ ծրագրին դիմել կարող են մինչև 27 թվականի դեկտեմբերի 31-ը, այստեղ այն տրամաբանությունն է կիրառվել, որ նույնիսկ ամենավերջին օրը ստացած մեր հայրենակիցը առնվազն 1 տարի ունենա հավաստագրի իրացման համար։ Կառավարությունում ընդգծում են, որ բնակարանային ծրագիրը շարունակելու են կատարելագործել հաշվի առնելով շահառուների առաջարկները եւ հենց իրենց կողմից արձանագրված խնդիրները, ըստ կառավարության ներկայացուցչի, վերջին փոփոխությունները արվել են հենց այս տրամաբանությամբ եւ այս տրամաբանությունից ելնելով էլ կարող ենք վստահ լինել, որ սրանք էլ վերջին փոփոխությունները չեն։ Այստեղ կարևոր է, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, ավելի ճիշտ ստեղծվի այնպիսի գործիքակազմ, որ սկզբից այս ծրագրից օգտվածները չհայտնվեն ավելի, այսպես ասած, ոչ շահավետ իրավիճակում, այսինքն հետագա փոփոխություններից օգտվել կարողանան նաև նրանք, ովքեր կարողացել են ավելի վաղ ստանալ եւ իրացնել իրենց հավաստագրերը։ Ամեն դեպքում այս փոփոխությունները այդ ուժը ունեն եւ նախկին սերտիֆիկատները, որոնք արդեն օգտագործվել են, ըստ էության կարող են օգտվել նաեւ նոր փոփոխությունների առաջարկած այս նոր պայմաններից։ Մենք կշարունակենք հետևել այս թեմայով նորություններին եւ անպայման կրկին կանդրադառնանք, եթե նման առիթներ լինեն։ Թեման կշարունակենք պահել ուշադրության կենտրոնում հաշվի առնելով շահառուների մեծ թիվը, իսկ այս հանդիպման համար այսքանը, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։